2020 թվականին բրիտանացի կինոռեժիսոր Դոմինիկ Կուկը կինոսիրողների դատին հանձնեց իր «Լրտեսների խաղը» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա, այն պատմում է Սովետական միության հետախուզության գլխավոր վարչության գնդապետ Ալեկ Պինկովսկու մասին, որը 60-ական թվականներին Խրուշչովից հիասթափված սովետական կարգերից նեղացած հանցավոր համաձայնության գնաց բրիտանական մի վեց գործակալության հետ եւ նրա հանցակիցը Մոսկվայում դարձավ առևտրականի քողի տակ Մոսկվա ժամանած մի վեցի գործակալ Գրևիլ Վինը, որին ի դեպ հիանալորեն մարմնավորել է ֆիլմում Բենեդիկտ Կամբերբաչը։ Նախապատմությունն այսպիսին է, որ 1945 թվականից հետո հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո սովետական 3 անդեգալներ Բենը, Աբելը եւ Արտեմը գործուղվեցին արտերկիր անդեգալ հետախուզության։ Նրանցից առաջինին Աբելին Ռուդոլֆ Աբել ձերբակալեցին ԱՄՆ-ի Դաշնային բյուրոյի գործակալներ 1957 թվականին, Աբելից հետո ձերբակալեցին արդեն Կոնան Մալոդին, այսպես ասած, Երրորդի մասին, Արտեմի մասին ոչինչ չկա, ոչ մի տեղեկություններ չկա ռուսական աղբյուրներում։ Կոնան Մալոդը եւ Ռուդոլֆ Աբելի մասին, որոնց ձերբակալեցին ամերիկացիները եւ անգլիացիները, նույնիսկ ֆիլմ են նկարահանել, արդեն ասացի, Նրանց մասին դուք կարող եք նույնիսկ Վիկիպեդիայում գտնել, իհարկե ոչ այսպես լայնածավալ, ոչ գաղտնի փաստաթղթերի մասին, բայց կենսագրականներ գոնե կգտնեք։ Ռուսներն այսօր շատ են խոսում այդ երկուսի մասին, պատմում են նրանց այսպես ասած հերոսությունների մասին, ինչեր արեցին Ռուդոլֆ Աբելը, նույն ինքը Վիլյամ Ֆիշեր, ինչեր արեց Կոնան Մալոդին, բայց նրանց երկուսին էլ բացահայտեցին եւ ձերբակալեցին։ Իսկ երրորդի մասին ռուսները ոչինչ չեն խոսում։ Արտեմին երկարատև տարիների անլեգալ հետախուզական ծառայություններից հետո այդպես էլ չհաջողվեց բացահայտել եւ ձերբակալել, իսկ նա եվրոպական մի շարք երկրներում այնպիսի հետախուզական գործողություններ էր ծավալում ցելի ժողովուրդ, որ մինչ օրս նրա թղթապանակի մեծ մասն, այսպես ասած, չի գաղտնազերծվել եւ մնում է դեռևս հույժ գաղտնի կնիքի տակ, իսկ Արտեմը ծնվել էր 1915 թվականին, ոչ ավել, ոչ պակաս, Արցախի ասկերանում։ Ով էր այս մարդը, ով էր այս լեգենդար հետախուզը սովետական ոսկե եռյակից, ինչպես կոչում էին Բենին, Աբելին եւ Արտեմին, եւ այդ ոսկե եռյակից երկուսին բացահայտեցին, ձերբակալեցին, Արտեմին այդպես էլ չբացահայտեցին, նա վերադարձավ ԽՍՀՄ բարեհաջող եւ նույնիսկ հիմնեց հետախուզական դպրոցը եւ նույնիսկ ղեկավարում էր այդ դպրոցը։ Այս մարդու լեգենդար այս մարդու մասին դուք կարող եք կարդալ իմ երկրորդ Գործված ժառանգություն գրքում։ Ասեմ, որ Հայաստանում այս գրքից մնացել են շատ քիչ օրինակներ, իսկ Եվրոպայում ընդհանրապես մնացել է ընդամենը մի քանի օրինակ։ Շտապեք, սիրելի ժողովուրդ, կարդացեք, ծանոթացեք եւ